Ինչեւ այդ երջանկությունը գտնելը դու ուղղակի չգիտես ինչ է երջանկությունը բավարար չափով։ Իհարկե դու երջանիկ պահեր ապրում ես, ունես ընտանիք, ընկերներ, ֆանտաստիկ հավես ինչ-որ պահեր, քեզ ընդհանուր առմամբ երջանիկ մարդ համարում ես, բայց ոնց որ ասացի, դրվագային երջանիկ։ Առաջի հանդիպումից հետո էլ ասում եմ, գիտես, սոյա երջանկությունը սա է, ասում եմ, հա օքեյ, հասկանանք ինչ է երջանկությունը, ինքավերը sense զուս, բավել հանգի, sense շատատված է, ես շատ էմոցիոնալ, sense շատ բուրըն վիճակներում էր, դա էլ է եւ սինխրոնիզացիա շատ եղել, հետո մի պայծ սկսած եւ արդեն հասկացա, որ սիրում եմ իրան, ու այդ խոստովանությունն եղավ, արդեն փոխվեց այդ ստատիկ ինչ-որ վիճակների մեջ, ու դու մինչեւ չես ունենում այն ինչ-որ ունես, դու չես հասկանում ինչ ունես, ինչ կարելի ունենայիր։ Դու ամբողջ կյանք կարաս ասես ես սիրում եմ, ես շատ եմ սիրում, ես երջանիկ եմ, ես տարբեր աղջիկների հետ սիրո խոստովանություն եմ արել, ինձ այն սիրո խոստովանություն արել, բայց ես մի հետ եմ գնում, այո, դրանք այդ ժամանակի համար եղել են սեր, եղել են սիրո խոստովանություն, դրանք կեղծ չեն եղել, բայց երբ որ սպեկտրը տեսնում ես ինչա իրական երջանկությունը, ու անգամ երբ որ փոքրիկ ես ունենում արդեն ինչ սպեկտրա բացվում, երկրորդ փոքր ես ունենում, այլ ինչ սպեկտրա բացվում ու կարող երբ որ այդ երջանկությունը տեսնում ես, վայելում ես ու արդեն հիմնարար նստած է քո մեջ, դու այդ սպեկտրով ես արդեն աշխարհին նայում։ Դու ոչ թե նայում ես ուղղակի այս Արմեն, որը այս ինչն արել, գործեր եւ այլ նայում ես մի հատ ակնոցներով կամ մի հատ շորտ sense չեմ միզաներով կամ հոգուց բխող ինչ-որ մի սպեկտրով, որը լրիվ ուրիշ տեսք է տալիս աշխարհին, զգացողություններին, էմոցիաներին,